Չնայած թիմ ընտրություններից արդեն անցել է մոտ 8 ամիս եւ ավելին, բայց այնուամենայնիվ այս քաղաքական թոհուբոհը քաղաքում չի դադարում։ Հիմա ունենք կրկին քաղաք, որը մնացել է առանց քաղաքապետի։ Սա քաղաքական հետապնդում է, թե այնուամենայնիվ իրավապահների կողմից գործողություն, որը պետք է ըստ օրենքի տարին լիներ։ Քաղաքական որևէ հետապնդում չկա, որևէ քաղաքական գործընթաց չկա, այս գործընթացը ամբողջությամբ իրավական գործընթաց է, քաղաքապետարանում նորից իշխող ուժը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը բացի ազգակցական կապերից նաև կոմունիստական կուսակցության ներկայացուցիչն է, այստեղ որևէ քաղաքական հետապնդման նշույլ էլ չկա, այս դեժավյու է մոդս, հիշում եմ, երբ որ Պալասանյան Տաշինկը էլի քրեական գործերից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց, ամբողջ քաղաքը էլի մարտիկային, որոնք շահարկելով այդ ամեն ինչը քննարկում են, որ այս ամեն ինչն եղավ, որ քաղաք վերցնեն, մենք քաղաք վերցնելու մեր տարբերակ գիտենք, այդ տարբերակը ազատ ու արդար ընտրություններն են, մենք գնացինք այդ ընտրությունների ճանապարհով, քաղաքական ուժերը նորից նույն բանն են խոսում, այս քաղաքական ուժերը 4 ուժ որոշում կայացրեց միանալ ու մենք քաղաք չվերցրեցինք։ Բայց տեսեք, ձեր ընդդիմախոսների փաստարկները բավականին փաստահեն են այս մասով, որովհետև Պալասանյանին ժամանակ ասվում էր, որ կա ստվերային կառավարում եւ ընդհատվեց այդ ամեն ինչը ու ստվերային կառավարիչը այդպես էլ լույսի տակ չեկավ։ Հիմա ընդունենք օրինակ լիազորությունները դադարեցվելու է, թիմ թողնելու են, որպեսզի ընտրվի նոր տեխնացու արդեն եղած ավագանու կազմից, թե եւս մեկ անգամ պրայմերիս կսպասվի։ Տեսեք, նախ ստվերային կառավարչի մասով չի ասի, որ ստվերից դուրս չեկավ, ի սկզբանե ստվերից միշտ էլ ինքը դուրս է եկել, մեր քաղաքացիները շատ լավ գիտեցել են, թե քաղաքում հրաբարակային չհնչեց, բայց ոչ հրաբարակային բոլորն հասկանում էին ինչի մասին ենք խոսում, բայց դա արդեն փակված էջ է։ Պրայմերիզի մասին քննարկել, տեսեք, Վարդան Ղուկասյանը այսօր Գյումրու քաղաքապետն է։ Մենք այսօր քաղաքապետ ունենք, դատական վճիռ չկա, ուժի մեջ մտած որոշում չկա, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար կա, այսինքն հիմի խոսենք ինչ որ քաղաքական գործընթացների մասին, միանշանակ իմաստ չունի, որովհետև դեռ անմեղության կանխավարկածը կա, իշխանել այդ ձայնագրությունները լինեն, կա դատարանի վճիռը պետք է ուժի մեջ մտնի, որովհետեւ դրանից հետո Գյումրին չունենա քաղաքապետ, բայց Գյումրին չունենա քաղաքապետ չունենալուց հետո սկսում է հաջորդ փուլը, ավականին պիտի ընտրի քաղաքապետ, այսինքն 19 ուժերը հաջորդիվ արդյոք կմիանան նորից իրար, արդյոք իրենց միջից կընտրեն ինչ որ մեկին, թե չեն ընտրի, եթե իրանք իրար չեն միանալու հետո քաղաքապետ չեն ընտրելու էլի շատ առաջ գնալով, այդ ժամանակ բնականաբար առաջ է գալու ճգնաժամը, որը օրենքը բոլոր լուծումները տալիս է, լուծարում է ավականին նոր քաղաքապետի ընտրությունները